բարձր դատարանի նախագահող, ես ինքս ունեմ պատրաստակամություն բարձր դատարանի ցանկացած դատավորի հարցադրումներին պատասխանելու։ Պարզապես մեկ ճշգրտող հանգամանք ինձ համար կարևոր է։ Սա քաղաքական բնույթի հարցադրում է, թե իրավական։ Սահմանադրականության տեսանկյունից գնահատում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը, որի շրջանակներում մենք ներկայացրել ենք հարցադրումներ։ Ես խնդրում եմ ելույթի մի վերացել։ Հարցը է, դուք այդ հարցին խնդրում եմ պատասխանել։ Այսինքն իրավական սահմանադրական բնույթի հարց։ Ավարտել, պարոն Վարդևանյան։ Այսինքն իրավականը թե քաղաքական է, հիմա դա չեն գնահատում, ձեզ դատավորը հարց է տալիս, խնդրում եմ այդ հարցին պատասխանել։ Եկեք չմոռանանք, որ նաև դիմումների մեջ տարբեր երկրների քաղաքական հայտարարությունները, որպես ընտրությունների արդյունքների վրա ազդեցություն ունեցող գործում նշված են դիմումների հիմքերի մեջ։ Մենք ոչ մեկս հիմա այս պահին որևէ տեսակի գնահատական չենք տալի, ոչ քաղաքականության, ոչ իրավականության կոնտեքստում եւ առհասարակ ընտրական վեճերով, ես կարծում եմ բոլորդ եք համաձայն իմ հետ, որ հնարավոր չի այդպես շատ հստակ տարանջատել վեճի քաղաքական եւ իրավական կողմը։ Հիմա դուք պատասխանեք դատավոր Սաֆարյանի հարցին, եթե ունեք պատասխան։ Խնդրեմ։ Բարձր դատարան պատասխանի շրջանակներում մի քանի հանգամանք էլ նշելու եմ, այդ թվում դիմում առաջարկություն եմ ներկայացնելու բարձր դատարանին։ Դիմումի շրջանակներում վկայակոչել ենք ԱՄՆ նախագահի կողմից արված հայտարարությունը, Ֆրանսիայի նախագահի կողմից արված հայտարարությունը, ԱՄՆ փոխնախագահի, ԱՄՆ պետքարտուղարի կողմից արված հայտարարությունները, որոնք ուղիղ հասցեական եղել են Նիկոլ Փաշինյանին աջակցելու։ Սա արդյոք մենք գնահատում ենք արտաքին ազդեցության տեսանկյունից ուղիղ միջամտություն, միանշանակ այո։ Ավելին, մենք նաև հաշվետվություն ենք ներկայացրել սոցիոլոգիական հետազոտության, թե ինչ ազդեցություն է նշվածը ունեցել։ Բայց սա որպես պատասխան ներկայացնելով բարձր դատարանի հնչեցված հարցին, ուզում եմ հետևյալը հասկանալ, ի վերջո բարձր դատարանի դատավորի կողմից բովանդակային առումով պատասխանում եմ իհարկե հարցին, բայց տպավորություն առաջացավ, որ հակափաստարկում է ներկայացվում, որը կարող էր իրականացվել երրորդ անձի կողմից, կարող էր իրականացվել պատասխանողի կողմից։ Այդ իսկ պատճառով նաև բարձր դատարանին իմ պատասխանը, ինչպես նշեցի սկզբանե, ունի նաև առաջարկության հանգամանք, ես գտնում եմ բարձր դատարան, որ նշված է, եթե դատավորներից որևէ մեկը գտնի, արդյոք կարող է հանդիսանալ հիմք դատավորի մասնակցության անհնարինության հարցը վերստին քննարկելու։ Ոչ թե որևէ կերպ օրինակ Տիկին Սաֆարյանի հարցը ինձ համար դժվարություն առաջացնող էր։ Արդեն պատասխանը ներկայացրեցի, բայց այն, որ նման հարցադրում հնչում է ոչ թե դիմումի շրջանակներում, այլ որոշակի առումով հակափաստարկման կամ հակառակ համեմատականի, կանխակալության կամ անաչառության մտահոգություն առաջացնում է։ Շնորհակալ եմ, պարոն Վարդևանյան։ Պատասխանում եք։